Եթե ինձ ասեին մեկ րոպեվա ընթացքում փոխանցիր մարդկանց որևէ գիտելիք, որը կօգներ նրանց փոխել իրենց կյանքը դեպի լավը, ապա դա կլիներ այս մեկ գաղափարը. որտեղ ուղղում եք ձեր ուշադրությունը, այնտեղ հոսում է ձեր էներգիան։ Իսկ որտեղ հոսում է ձեր էներգիան, այդ երևույթը հզորանում է և շատանում է ձեր կյանքում։ Կիրառելով այս մեկ գաղափարը, դուք կարող եք գիտակցաբար փոխել ձեր իրականությունը ժամանակի ընթացքում։ Եթե մենք գիտակցաբար ընտրենք միայն և միայն այն երևույթները և այն բաները, ինչ որ ցանկանում ենք, որ մեր կյանքում տեղ ունենան և շատանան և հզորանան, եթե մենք սեր ենք ուզում, եթե մենք ուզում ենք լավ ընկերություն, եթե մենք ուզում ենք գեղեցկություն մեր շուրջ, խաղաղություն և այլն, ապա մենք պետք է մեր ուշադրությունը ուղղենք այդ երևույթներին, խոսենք այդ երևույթների մասին, քննարկենք այդ երևույթները, հետևաբար սնուցենք դա մեր էներգիայով, որտեղ մեր էներգիան ամենահզոր բանն է, որ կա այս կյանքում, որը մեզ տրված է այս կյանքում։ Հետևաբար ուղղելով մեր էներգիան այդտեղ, այդ երևույթները կհզորանան և կշատանան։ Եվ եթե մենք ուզում ենք ազատվել որևէ բանից մեր կյանքում, ապա ամենահեշտ միջոցը դա բացարձակապես մատնել անուշադրության այդ երևույթը, չխոսել դրա մասին, չքննարկել, չվատաբանել, չմտածել դրա մասին, այլ բացարձակապես անուշադրության մատնել։ Դուք կարծես ձեր էներգիայի հոսքը ընդհատում եք դեպի այդ երևույթը, հետևաբար չեք սնուցում, հետևաբար որոշ ժամանակ հետո դա ուղղակիորեն կանհետանա ձեր կյանքից։ Մայր Թերեզան մի անգամ ասել է. մի հրավիրեք ինձ պատերազմի դեմ հավաքի, հրավիրեք ինձ հավաքի, որը ուղղված է խաղաղության համար, որովհետև նա գիտեր այդ գաղտնիքը, այդ տիեզերական օրենքը։ Եվ դուք էլ կարող եք կիրառել այս սկզբունքը ձեր կյանքում և ժամանակի ընթացքում կտեսնեք ինչպես է փոխվում ձեր իրականությունը։